Ծնվել եմ իմ սրտի քաղաքում Բյուրեղավանում, քանի որ ազգային երկու պարի հանդեպ մեծ էր սերը ստեղ դպրոցական տարիքից, որոշում եմ, որ պետք է սովորել ազգային պար, երգ եւ առհասարակ ազգային մշակույթին լավ տիրապետել։ Երեխա տարիքից շատ էի մասնակցում քաղաքի միջոցառումներին, ինքս ծրագրում էի, մրցույթների էի մասնակցում եւ այս դեպքում արդեն քաղաքի ղեկավարի ուշադրության կենտրոնում եմ միշտ լինում եւ բանակից վերադառնալուն պես աշխատանքի հրավեր եմ ստանում մշակույթի տանը։ Բարև ձեզ։ 2020 թվականի պատերազմից հետո ինձ մոտ է գալիս առաջին սանս Ալեքսը եւ ասում է ես ուզում եմ ազգային պարել, ես ուզում եմ ազգային երգել, սա ինձ մեծ պարտավորություն է տալիս, սա մեծ գիտակցում է տալիս, որ Բյուրեղավանում անպայման պետք է ստեղծել ազգային մշակույթի ուսուցման կենտրոն եւ ստեղծեցի Ծիլք ազգագրական երկու պարի համույթը։ Ծիլքը մեր պատմական շրջաններում փոքրիկ ու հետաքրքիր սիրուն գյուղաքաղաք է, ինչպես նաև ծիլ առնող, վերածնվող գաղափարով համույթը ստացավ իր անվանումը։ Հիմնադրումը մեծ արձագանք ունեցավ բյուրեղավանցիների կողմից եւ ոչ միայն բյուրեղավանցիների, մոտակա տարածքներից հնարավորության դեպքում միանում են համույթին սաներ եւ ուսուցանվում են ավանդական երգ ու պար։ Կոմիտաս վարդապետի գրառումներից, Սփյուռի Լիսիցյանի գրառումներից, Հայրիկ Մուրադյանի երգեր եւ պարեր ամեն բան ուսուցանվում է երեխաներին։ Ծանոթացվում է հայկական ազգային կենցաղին, տարազներին, կարպետներին, առհասարակ մշակույթին ծանոթանում են երեխաները։ Եվ շատ կարևոր է այդ ծիլ առնող երեխաները վերածնված, հոգով սովորեն իրենց ազգային մշակույթը, որը մեր պետության հիմքն ու հենասյուներից մեկն է։ Բազմիցս համապետական միջոցառումներին Կոտայքի մարզը ներկայացրել է համույթը եւ արժանացել հանդիսատեսի համակրանքին, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրվել է համույթը շնորհակալագրով, դրամական պարգևով, որն էլ օգտագործվում է համույթի նոր տարազներ ձեռք բերելուն։ Պետք է զինված լինենք ոչ միայն զենքով, այլ նաեւ մշակույթով։ 2023 թվականին համույթն իր առջև մեծ խնդիր է դրնում իրականացնել մենահամերգ։ Եվ Փառք Աստծո ստացվում է 45 հոգի եւ ավել մասնակիցներով իրականացնում ենք Երնեք թե այս նոր տարին խորագրով մենահամերգ, ինչը մեծ արձագանք է ունենում հանրապետությունում, որովհետեւ շատ հյուրեր ենք ունենում եւ բոլորն է ողջունում են, որ ազգագրական համույթ այսպես նոր ձևավորված արդեն ունենք, իրենք կարողանում են գործունեություն ծավալել, կարողանում են ազգային մշակույթը հստակ ներկայացնել հանրապետությունում։ 2024 թվականին համերգային շրջագայությանը մեկնում Թուրքիա, այնտեղից Բուլղարիա, մասնակցելով միջազգային մրցույթ փառատոնի, արժանանում Grand-Prix հատուկ մրցանակի։ 2023 թվականից տնօրինում եմ Բյուրեղավանի մշակույթի տունը։ Մշակույթի տանը գործում է ազգային երկու պարի, ժողովրդական պարերի, տիկնիկագործության եւ կարպետագործության խմբակ։ Շախմատի խմբակ ունենք, թատերական արվեստի խմբակ, ծրագրավորման խմբակ ունենք։ Իրականացնում ենք տարբեր միջոցառումներ համայնքում, տոնատիսակատարություններ, փոքր եւ մեծ միջոցառումներ։ 2022 թվականից հիմք եմ դրել Բյուրատոն մշակութային փառատոնին, որը նվիրված է մեր քաղաքի հիմնադրման օրվան, խաղողնեկին եւ երիտասարդության միջազգային օրվան։ Բյուրատոն է կոչվում իր էությամբ, բյուր շատ բազում տոն ենք մենք այդ օրը նշում, խաղողակաղի ծես է արվում, հարսանեկան ծես է արվում տարբեր խմբերի ներգրավվածությամբ, մասնակցում են համայնքի բնակիչները եւ տարբեր հյուրեր։ Ծիլք ավանդական ուսուցման կենտրոնի շրջանակներում մեծ գաղափար ունեի հավաքագրելու ազգային կենցաղային իրեր։ Եվ այստեղից ստեղծվեց ավելի մեծ գաղափար ունենանք մշակութային արժեքների թանգարան։ Եվ արդեն շուրջ 3 տարի եւ ավել հավաքագրվում է թանգարանային նմուշներ, ցուցադրվում են հին կարպետներ, գորգեր, գուժեր, կճուճներ, կենցաղային իրեր, ինչպես նաեւ մեծ նպատակ կա արդեն որպես քաղաքի պատմության թանգարան եւ երկրագիտական թանգարան, առանձնացված հատվածում ցուցադրվի բյուրեղապակե ցուցանմուշները, ինչը կապվում է մեր քաղաքի
պատմության հետ, սկզբնավորման հետ։ Հայրենիքի ամեն մի հատված այնքան եմ սիրում, որ իրականացնում եմ, նախաձեռնում եմ միջոցառումներ, պարուսություններ, երկխոսություններ տարբեր հատվածներում եւ երեխաներին տանելով Հայաստանի տարբեր շրջաններ, ավելի եմ փորձում երեխաներին կապել այդ շրջանների հետ, որտեղ հայրենասիրությունը այդտեղից է սկսում։ Մենք պետք է ամեն մի դետալ հողը, ամեն մի փոքրիկ տունը, ինչը հային է վերագրված, պետք է սիրել, խնամքով պահպանել, մշակել եւ Բյուրեղավանն է հայրենիքից մի փոքրիկ անկյունն է, որտեղ գալով, շրջագայելով տարբեր երկրներ եւ հետ վերադառնալով զգում եմ այդ ջերմությունը քաղցր այնքան շատ է, որ ուղղակի շունչ եւ հոգի չի կարա լինի այլտեղ հայրենիքից դուրս։